Բարև ձեզ հետ Էման է։ Հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Երեխաները որոշեցին 75-ամյա մորը տեղավորել ծերանոցում, որպեսզի վաճառեն նրա բնակարանը։ Բայց երբ նրան տեղափոխելու համար վարձված վարորդը նայեց ուղևորուհուն, ապշեց։ Չմոռանաք բաժանորդագրվել, հավանել և կիսվել ձեր կարծիքով մեկնաբանություններում։ Հաճելի ունկնդրում։ Հոբելյան առանց հոբելյարի, ինչպես սրտի տոնն առանց սրտի, մտածեց Անահիտը նայելով իրեն հնաոճ մտնած հայելու մեջ։ Այսօր լրանում էր նրա 75-ամյակը, 3-րդ դար։ Մի ամբողջ կյանք տեղավորված աչքերի տակ հավաքված կնճիռներում և ջերմակ վարսերում, որոնք նա խնամքով ուղեց ականջների հետևում։ Ցածրահասակ, նիհարակազմ, ուղիղ կեցվածքով, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու հին սովորություն։ Հեռախոսը լռում էր առավոտից։ Ոչ մի զանգ, ոչ մի հաղորդագրություն։ Էկրանի տառերը կարծես ծաղրելով ցույց էին տալիս. մարտի 15, ուրբաթ 10:47։ Նրա 3 զավակներից ոչ մեկը չէր զանգել շնորհավորելու։ Դե ինչ Անահիտ, գոնե դու քեզ շնորհավորիր, բարձրաձայն ասաց նա, և սեփական ձայնը նրան օտար թվաց։ Դատարկ բնակարանում Անահիտը գցեց իր հին խալաթը, որը դեռ ամուր էր, բայց գունաթափված բազմաթիվ լվացքներից, և անցավ խոհանոց։ Թեյը նա թրմում էր առանձնահատուկ ծիսակարգով։ Հանում էր թիթեղյա տուփը, որի մեջ պահում էր դեռ տարիներ առաջ գնված լավագույն թեյը, ճենապակյա թեյնիկը տաքացնում էր եռման ջրով, թեյի կերևները լցնում էր արատ, որպեսզի կյանքը լի լինի, ինչպես ասում էր հանգուցյալ ամուսինը։ Գուրգենի հիշատակից սիրտը սեղմվեց։ 2 տարի է անցել, բայց մինչ օրս ամեն առավոտ նա սովորության համաձայն 2 բաժակ թեյ էր լցնում, նախքան ուշքի գալը։ Խոհանոցի պատից նրան էր նայում երիտասարդ Գուրգենը։ 1978 թվականի սև ու սպիտակ լուսանկար։ Վանաձորի դպրոց-ինտերնատը, որտեղ նա աշխատում էր որպես ֆիզիկայի ուսուցիչ։ Նիհար, լուրջ, հաստ շրջանակով ակնոցներով, շրջապատված խիստ հայացքներով տղաներով։ Լուսանկարի անկյունում երևում էր Անահիտի զգեստի եզրը, նա այնտեղ գրականություն էր դասավանդում։ Տես Գուրգեն, երեխեք ինչ օրի հասան, հարաճեց Անահիտը բարձրացնելով վարդերով զարդարված բաժակը լրակյաց կենացի համար։ Բոլորովին մոռացել են մորը։ Հեռախոսը հանկարծ կենթանացավ, հնչեց ծանոթ մեղեդին և Անահիտի սիրտը թրթրաց։ Էկրանին հայտնվեց Էլեն։ Անահիտ ջան, ծնունդդ շնորհավոր սիրելիս, հնչեց ընկերուհու կայտառ ձայնը։ Ինչպես է տրամադրությունդ։ Ես արդեն ձեր շենքի մոտ եմ, հիմա կբարձրանամ, միայն թե ձեռքերս ազատեմ։ Էլեն ջան, այդպես առանց զգուշացնելու, տագնապեց Անահիտը, աչքի անցկացնելով տունը։ Տունը խառն է, չեմ հավաքել։ Անահիտ, դադարեցրու, ես քեզ եմ հյուր գալիս, ոչ թե քո հատակին։ Դուռը բաց արա։ 1 րոպե անց շեմին կանգնած էր Էլենը, կարճ սանրվածքով և վառ կարմիր շրթներկով կայտառ մի կին։ Չնայած իր 70 տարեկանին, նա 60-ի տեսք ուներ։ Զգացվում էին գեները և ուղեղի ու մարմնի համար տարիներով արվող վարժությունները։ Հոբելյանց շնորհավոր ընկերուհի։ Էլենը պինդ գրկեց Անահիտին և հանձնեց սպիտակ քրիզանթեմների փունջն ու կոնֆետի տուփը։ Էդ ինչու ես թթված, երեխեքը դեռ չեն շնորհավորել։ Անահիտը գլուխը տարուբերեց և ընկերուհուն հրավիրեց խոհանոց։ Դե առանձնապես չեմ էլ սպասում։ Լիլիթը վարժարանում է, Պավելն իր ֆիրմայում է, իսկ Գուրգենիկը դե նա իր պրոբլեմներն ունի։ Ինչ պրոբլեմ կարող է ունենալ 40 տարեկան անպատասխանատուն, որը մոր Հոբելյանից կարևոր լինի, փնթփնթաց Էլենը, տեղավորվելով սեղանի շուրջ և պայուսակից հանելով փայլաթիթեղով փաթաթված ափսեն։ Խնձորով կարկանդակ եմ բերել, քո սիրածից։ Շնորհակալ եմ Էլեն ջան։ Անահիտը կտրեց կարկանդակը, փորձելով ցույց չտալ, թե որքան հուզված է ընկերուհու ուշադրությունից։ Թարմ թեյ եմ թրմել։ Անահիտ, Էլենը ձեռքը դրեց ընկերուհու ձեռքին։ Գիտեմ, որ չես սիրում այս թեման, բայց Գուրգենի մահից հետո երեխեքդ բոլորովին հեռացել են քեզնից, հատկապես այդ խաբեբակրցեր Գուրգենը, որը միայն փող է քաշում քեզնից։ Անցած շաբաթ էլի էր եկել։ Եկել էր, հառաչեց Անահիտը։ 5000 տարավ մինչև աշխատավարձը։ Ասում է ինչ-որ նախագիծ է ձախողվում, եթե ներդրում չանի։ Իսկ նա աշխատավարձ ունենում է, հեգնեց Էլենը։ Արդեն 40 տարի է չեմ նկատել։ Անահիտ, դու քո դեղերի փողը չունես, բայց վերջին կոպեկդ տալիս ես այդ ստեղծագործողին։ Անահիտի աչքերում թախիծն ու բարկությունը խառնվեցին։ Էլեն, մի սկսիր։ Նա քո որդին է և անխղճորեն օգտվում է դրանից, չէր հանձնվում Էլենը։
Իսկ Լիլիթդ վերջին անգամ երբ է զանգել, 1 ամիս առաջ թե 2։ Իսկ նրա մոտ իդեպ քո թոռներն են մեծանում։ Աննան արդեն օրիորդ է, 16 տարեկան, իսկ դու նրան վերջին անգամ երբ ես տեսել։ Անահիտը լռում էր, ձեռքերում պտտելով բաժակը։ Թոռնուհի Աննան առանձնահատուկ թանկ էր նրա համար, ընթերցասեր, լուրջ, այնքան նման իր երիտասարդությանը։ Բայց Գուրգենի մահից հետո Լիլիթը սկսեց երեխաներին ավելի հազվադեպ բերել, իսկ հետո բոլորովին դադարեցրեց։ Նրանք իրենց կյանքն ունենել են։ Լիլիթը վարժարանի տնօրեն է, նա պատասխանատվություն ունի, հեղինակություն։ Հեղինակություն, ծաղրեց Էլենը։ Գիտեմ ես այդ հեղինակությունը։ Էլենը միայն գլուխը տարուբերեց, բայց չվիճեց։ Լավ, տխուր բաներից չխոսենք։ Այսօր երեկոյան արի գնանք մեր տուն։ Մեր աղջիկներից էլ եմ կանչել։ Կնստենք մի բաժակ լավ կոնյակ կխմենք, երիտասարդությունը կհիշենք։ Անահիտը տատանվեց։ Շնորհակալ եմ Էլեն ջան, բայց ես ավելի լավ է տանը մնամ, հանկարծ երեխեքը զանգեն կամ անցնեն։ Էլենի աչքերում կարեկցանքի նման մի բան հայտնվեց, բայց նա արագ հավաքվեց։ Ինչպես կուզես, առաջարկս ուժի մեջ է։ Եթե մտափոխվես, զանգիր, կգամ հետևիցդ։ Ընկերուհու գնալուց հետո բնակարանն ավելի դատարկ ու լրակյաց թվաց։ Անահիտը վերևի դարակից հանեց հին կոնֆետի տուփը, որտեղ պահում էր երեխաների բացիկներն ու նամակները։ Ահա անհավասար մանկական ծրագրով։ Մայրիկ ջան, շնորհավոր մարտի 8-դ։ Դու աշխարհի ամենալավ մայրիկն ես։ Լիլիթ, 2-րդ դասարան։ Ահա մի բացիկ, տիեզերագնացով։ Սիրելի մայրիկ եւ հայրիկ, շնորհավոր ձեր հարսանիքի տարեդարձը։ Պավլիկ, 5-րդ դասարան։ Իսկ ահա կրծեր Գուրգենի գրությունը։ Մամ, գնացի փորձի, ուշ կգամ։ Ճաշը շատ համով էր։ Համբուրում եմ, քո Գուրգենիկ։ Այն ժամանակ նա 17 տարեկան էր, նոր էր հավաքել իր առաջին ռոք խումբը։ Ուր գնաց այդ ամենը։ Երբ ջերմությունը փոխարինվեց սառը քաղաքավարությամբ, իսկ հետո բացահայտ անտարբերությամբ։ Անահիտը մի կողմ դրեց տուփը եւ մոտեցավ պատուհանին։ 5-րդ հարկ, մեքենաներով լցված բակ, խաղահարապարակ, որտեղ հիմա ոչ ոք չկար։ Զբոսնելու համար շատ ցուրտ էր։ Վարդանանց փողոցից, որտեղ նա ապրել էր իր գիտակից կյանքը, երևում էր սարերը ձնով ցածկված։ Օրը տանջալից դանդաղ էր անցնում։ Անահիտը հաղաքեց տունը, վերընթերցեց Սահյանի սիրված բանաստեղծությունները, միացրեց հեռուստացույցը, բայց չկարողացավ կենտրոնանալ։ Հեռախոսը համառորեն լռում էր։ Երեկոյան ժամը 6-ին նա արդեն հաշտվել էր այն մտքի հետ, որ զավակներից ոչ մեկը չի հիշի իր ծննդյան օրը։ Թարմ թեյ թրմեց, կտրեց Էլենի կարկանդակից մի կտոր եւ պատրաստվում էր նստել հեռուստացույցի առաջ, երբ դուրը զանգեցին։ Շեմին կանգնած էր Գուրգենը, թափթփված տեսքով, երկորյա անսափր դեմքով, բայց անսովոր աշխույժ։ Մի ձեռքում նա պահում էր շամպայնի շիշը, մյուսում տորթի տուփը։ Մամ ջան, ծնունդդ շնորհավոր։ Նա առաջ եկավ եւ պինդ գրկեց Անահիտին, իր հետ բերելով թանկարժեք օդեկոլոնի եւ ալկոհոլի թեթև բույրը։ Գուրգենիկ ջան, անկեղծորեն ուրախացավ Անահիտը։ Շուտ ներս արի, հենց նոր թեյ էի դրել։ Ինչ թեյ մոմ, Հոբելյանն է։ Գուրգենն անցավ խոհանոց, տնավարի բացելով պահարանները, բաժակներ փնտրելով։ Ուր են գավացները։ Հա, գտամ։ Նրա պահվածքի մեջ ինչ որ բան անհանգստացնում էր Անահիտին։ Չափազանց բարձր ձայն, լայն շարժումներ, փախչող հայացք, որը չէր կանգնում մոր դեմքին։ Գուրգեն, իսկ քույրդ ու եղբայրդ չեն գալու, հարցրեց նա, օգնելով որդուն լցնել շամպայնը։ Նրանք շատ զբաղված են, մամ։ Նա կակազեց, բայց արագ ուշքի եկավ։ Լիլիթն իր վարժարանում է մինչև ուշ երեկո, այնտեղ ինչ որ ֆինանսական սկանդալ կա։ Պավելը կարևոր հանդիպման է Շվեյցարիայից եկած հաճախորդի հետ, բայց նրանք շնորհավորանքներ են ուղարկում, եւ մենք բոլորով որոշեցինք քեզ նվեր անել։ Գուրգենը բաճկոնի ներքին գրպանից հանեց մի շքեղ գրքույկ եւ մեկնեց մորը։ Դիլիջանյան անտառ, կարդաց Անահիտը։ Առողջարան, պանսիոնատ, չափազանցված խանդավառությամբ բացականչեց Գուրգենը։ Էլիտար բժշկական սպասարկմամբ 5-անգամյա սնունդով պրոցեդուրաներով, Սոչիների անտառում լճի ափին։ Մենք քեզ համար 1 ամսվա ուղեգիր ենք գնել։ Վաղը առավոտյան մեքենան կգա, ամեն ինչ վճարված է, կհանգստանաս, կբուժվես։ Անահիտը դանդաղ թերթում էր գրքույկը։ Որդու տոնայնության մեջ ինչ որ բան տագնապեցնում էր նրան։ 40 տարվա մայրության ընթացքում նա սովորել էր անսխալ որոշել, թե երբ է Գուրգենը ինչ որ բան թաքցնում կամ ստում։ Որքան անսպասելի է, ասաց նա, իսկ ձեզնից ով է ինձ հետ գալու։ Գուրգենը նյարդային շարժում արեց։ Դե ոչ ոք մամ, բոլորս գործի ենք, բայց վարորդը վստահելի է, անձնակազմն էլ հիանալի, քեզ դուր կգա։ Իսկ որքան արժե այս պանսիոնատը։ Անահիտը փորձեց կարդալ գրքույկի վերջին էջի մանր տառերը, բայց առանց ակնոցի չկարողացավ։
Դա կարևոր չէ, մամ, Գուրգենը շտապով վերցրեց գրքույկը։ Մենք քո երեխաներն ենք, իրավունք ունենք նվեր անելու։ Անահիտն ուշադիր նայեց որդուն։ Վերջին տարիներին Գուրգենը գալիս էր միայն այն ժամանակ, երբ փողի կարիք էր ունենում։ Նախօրեին նա վերցրել էր նրա թոշակի վերջին 5000 դրամը եւ հանկարծ թանկարժեք պանսիոնատ մեկ ամսով։ Որտեղից ձեզ այդքան գումար, որդիս, ուղիղ հարցրեց նա։ Մամ, ձևականորեն վիրավորվեց Գուրգենը։ Մենք ինչ է սոված ծարավ ենք, երեքով հավաքվեցինք, վարկ վերցրինք, կարևորը կհանգստանաս։ Այստեղ ինչ-որ բան այն չէ, մտածեց Անահիտը, բայց որոշեց կասկածները ցույց չտալ։ Եթե երեխաները վատ բան են մտահղացել, ավելի լավ է պարզել ինչ։ Լավ Գուրգենիկ ջան, նա քնքշորեն ժպտաց, ես կգնամ, միայն թե տուր ինձ այդ վայրի հասցեն։ Էլենին կթողնեմ, որ կարողանա ինձ այցելել։ Ես ինքս Էլենին կզանգեմ, չափազանց արագ պատասխանեց Գուրգենը։ Հասցեն բարդ է, ամառանոցային ավան է, իսկ դու հավաքվիր, դուրս կգանք վաղը առավոտյան ժամը 7-ին։ Երբ Գուրգենը գնաց իր հետ տանելով շամպայնի կիսաչիշը, կխմեմ կենացդ, մամ, Անահիտը երկար նստեց պատուհանի մոտ։ Գրասեղանի դարակում տետրերի տակ պահվում էր մի հին թերթի կտրոն։ Ուսուցիչուհին փրկել է վիրավոր բժշկին Գյումրիի երկրաշարժի ժամանակ, ասում էր վերնագիրը։ Դեղնած լուսանկարում երիտասարդ Անահիտը նստած էր հիվանդանոցային մահճակալի մոտ։ Տղամարդու դեմքը չէր երևում, միայն վիրակապված գլուխը եւ ձեռքը, որը սեղմում էր նրա մատները։ Լևոն Կորչակյան, բժիշկ, ծանր վիրավորվել էր փլատակների տակ, գրված էր լուսանկարի տակ։ 4 օր կամավոր ուսուցչուհի Անահիտը չէր հեռացել նրա մահճակալից, բանաստեղծություններ կարդալով եւ պահելով վիրավորին գիտակցության մեջ։ Անահիտը զգուշությամբ ծալեց կտրոնը եւ տեղը դրեց։ Տարօրինակ է, որ նա հենց այսօր հիշեց այդ դեպքը։ Թերևս այն պատճառով, որ իր 75 տարեկանում նա նորից իրեն անպաշտպան էր զգում, ինչպես այն վիրավոր մարդը։ Ինչքան հեշտ է կոտրել այն, ինչ կառուցվել է տարիներով, մտածեց նա փակելով դարակը։ Վստահությունը, սերը, ընտանիքը։ Եվ ինչքան դժվար է հետո վերականգնել։ Միջանցքում հանգիստ տկտկում էր հին ժամացույցը, հաշվելով նրա 75-ամյակի վերջին րոպեները։ Հեռախոսն այդպես էլ չզանգեց։ Եթե խոստացել եմ, պետք է գնամ, շշնջաց Անահիտը կոչկելով բալագույն վերարկուի կոչակները։ Ժամը առավոտյան 6:45 էր։ Դրսում հազիվ էր լուսանում։ Մարտյան արևը երկչոտ կերպով ճեղքում էր ծանր ամպերը, ներկելով բարձրահարկերի գագաթները վարդագույն երանգով։ Անահիտը վերջին անգամ աչքի անցկացրեց բնակարանը։ Հանդիսավոր սպասքով սերվանտը, որը հանում էին միայն մեծ տոներին։ Գրապահարանը, որտեղ Թումանյանը կողք կողքի էր Չարենցի հետ, իսկ մեթոդական ձեռնարկները Սահյանի մաշված հատորների հետ։ Պատերին հին սև ու սպիտակ լուսանկարներ։ Ահա Գուրգենը իր առաջին շրջանավարտների հետ։ Ահա ինքը երիտասարդ, գլխի շուրջ փաթաթված հաստ հյուսքով, աշակերտներից ծաղիկներ ընդունելիս։ Զգացողությունը տարօրինակ էր, կարծես նա հրաժեշտ էր տալիս տանը ընդմիշտ։ Հիմարություն, ինքն իրեն սաստեց Անահիտը։ Մեկ ամսից կվերադառնամ, պետք է ուրախանալ, երեխեքը հոգ են տարել։ Եվ այնուամենայնիվ նա պայուսակի մեջ դրեց օրագիրը, որը վարում էր վերջին 40 տարիներին, եւ հին թերթի կտրոնը։ Դուրը զանգեցին։ Շենքի մոտ կանգնած էր մի բարձրահասակ տղամարդ, խիստ մուգ կոստյումով, գարնանի համար չափազանց տաք հագնված, զինվորական կեցվածքով։ Անահիտ, նրա ձայնը ծածր էր ու մի քիչ խրպոտ։ Ես ձեր հետևից եմ եկել, թույլ տվեք ձեր պայուսակը։ Վարորդը վերցրեց փոքրիկ ճամպրուկը եւ Անահիտին առաջ թողեց։ Նա հասցրեց նկատել ձախ այտը հատող սպին, ուղիղ, կարծես վիրահատական միջամտության հետ կլիներ։ Մուտքի մոտ նրան սպասում էր սև ներկայացուցիչական դասի Մերսեդես։ Անահիտն ակամա քարացավ։ Նման շեքեղություն նա տեսել էր միայն հեռուստացույցով։ Խնդրեմ, վարորդը հազնվականի պես բացեց հետևի դուռը։ Նստատեղերը պատված էին փափուկ կաշվով։ Օդում զգացվում էր թանկարժեք օդեկոլոնի եւ սուրճի բույրը։ Բացվող սեղանիկի վրա դրված էր թերմոս եւ թարմ բուլկիներ, թափանցիկ տոպրակի մեջ։ Իսկ որդիս, նա հիմա կգա, գլխով արեց վարորդը։ Խնդրեց փոխանցել, որ մի փոքր ուշանում է։ Եվ իրոք, շուտով հայտնվեց շնչակտուր Գուրգենը։ Նա արագ մոտեցավ վարորդին, նյարդային հայացքով նայելով շուրջը։ Ամեն ինչ պատրաստ է, հարցրեց նա կիսաձայն, բայց Անահիտը լսեց բաց պատուհանից։ Այո, պայուսակը տեղավորված է, փաստաթղթերը մոտս են, զեկուցեց վարորդը։ Հիանալի է, Գուրգենը ներքին գրպանից հանեց մի ծրար։ Այստեղ մնացած մասն է։ Տարեք նրան Դիլիջանյան անտառ, սա կլինի նրա վերջին ծննդյան օրը մեզ հետ, փաստաթղթերը անձամբ կհանձնեք գլխավոր բժիշկին։
Անահիտը զգաց, թե ինչպես է ներսում ամեն ինչ սարչում։ Վերջին ծննդյան օրը մեզ հետ։ Ինչ է սա նշանակում։ Ինչու է Գուրգենը ինչ-որ փաստաթղթեր փոխանցում եւ խոսում իր մասին երրորդ դեմքով, կարծես ինքն արդեն այնտեղ չէ։ Որդին նայեց սրահին, արհեստական ժպտալով։ Դե մամ ջան, բարի ճանապարհ, զանգիր հենց տեղ հասնես։ Իսկ այնտեղ հեռախոսը բռնում է, հարցրեց Անահիտը, փորձելով հանգիստ խոսել։ Իհարկե, չափազանց արագ պատասխանեց Գուրգենը, կապը հիանալի է։ Դե ես վազեցի, ինձ սպասում են, սիրում եմ, պաչում եմ։ Նա շրխկացրեց դուռը եւ արագ հեռացավ, առանց հետ նայելու։ Մեքենան սահուն շարժվեց տեղից։ Անահիտը պատուհանից նայում էր քաղաքի տեսարաններին։ Նրանք անցնում էին արդյունաբերական արվարձաններով, գրաֆիտիներով պատված գորշ բետոնե պատերի, կոտրված պատուհաններով լքված գործարանների կողքով, խորհրդային հսկաների մնացորդներ, որոնք չէին վերապրել 90-ականների դաժան տարիները։ Աստիճանաբար տեսարանը փոխվեց բնակելի թաղամասերի, հնամաշ պանելային շենքեր։ Ինչքան է փոխվել քաղաքը, հառաչեց Անահիտը, երբ ամուսնուս հետ բնակարան էինք ստանում, այստեղ միայն դաշտեր էին ու փայտե տնակներ։ Վարորդը լռում էր, կենտրոնացած նայելով ճանապարհին։ Անահիտը թաքուն նայում էր նրան հետևի տեսադաշտի հայելու մեջ, ջերմակած քունքեր, խոշոր քթով հստակ դիմագից, սպի ձախ այտին։ Ինչ որ բան համառորեն թաքում էր նրա հիշողությունը։ Կներեք, վերջապես համարձակվեց նա։ Մենք նախկինում չենք հանդիպել։ Վարորդը մի պահ հայացքով հանդիպեց նրան հայելու մեջ։ Նրա աչքերը մոխլագույն էին, ուշադիր, ծանր կոպերով։ Հանդիպել ենք, Անահիտ։ Գյումրի 1988 թվական Դաշտային հոսպիտալ։ Հիշողությունը հանգարցակի հարվածեց ցունամիի պես։ Դեղերի ու արյան հոտ։ Երիտասարդ բժիշկը ջախջախված գլխով։ Անհույս է, ասել էր տարեց վիրաբույժը։ Նա կին եւ փոքրիկ դուստր ունի, պատասխանել էր Անահիտն այն ժամանակ եւ մնացել հերթապահելու։ 4 օր նա նստել էր նրա մահճակալի մոտ, փոխելով վիրակապերը, սրբելով ճակատի քրտինքը, բանաստեղծություններ կարդելով, որպիսի նրան գիտակցության մեջ պահի։ Երբ ժամանեց ուղաթիռը, բոլորը զարմացած էին, թե ինչպես է նա դեռ ողջ։ Լևոն, շնջաց Անահիտը։ Լևոն Գորչակյան։ Վարորդը գլխով արեց, աչքը չկտրելով ճանապարհից։ Չէիք սպասում ինձ տեսնել վարորդի դերում։ Ես ընդհանրապես չէի սպասում ձեզ տեսնել, անկեղծորեն խոստովանեց Անահիտը։ Այդ դարհանումից հետո ես ձեր մասին ոչինչ չէի լսել։ Իսկ ես լսել էի ձեր մասին։ Անսպասելի ջերմ ժպտաց Լևոնը։ Եվ նույնիսկ հետևել եմ ձեր ճակատագրին։ Սկզբում պարզապես ուզում էի շնորհակալություն հայտնել։ Դուք այնքան հանգարցակի անհետացաք։ Գիտեք, երախտագիտության պարտքը ժամկետ չունի։ Նա մեքենան կանգնեցրեց ճամփեզրին եւ անջատեց շարժիչը։ Շրջվելով դեպի Անահիտը, Լևոնն ուշադիր նայեց նրա աչքերին։ Անահիտ, մենք պետք է լուրջ խոսենք։ Ես ձեզ չեմ տանում առողջարան։ Ձեր որդին եւ նրա քույրն ու եղբայրը կոպիտ ընդհատեց Լևոնը։ Ստոր արկածախնդրություն են մտահղացել։ Դիլիջանյան անտառը առողջարան չէ։ Դա ծերերի պանսիոնատ է։ Դեմենցիայով տարապողների բաժանմունքով։ Փաստացի ծերանոց, որտեղ հանձնում են բեռ դարձած հարազատներին։ Անահիտը զգաց, թե ինչպես է սրտխառնոցը խեղդում կոկորդը։ Չի կարող պատահել։ Գուրգենիկը երբեք։ Կարող է։ Լևոնը պայուսակից հանեց մի թղթաբանակ։ Ահա այն փաստաթղթերի պատճենները, որոնք ձեր երեխաները պատրաստել են։ Դիմում ձեզ պանսիոնատում տեղավորելու մասին։ Առողջական վիճակի պատճառով։ Բժշկական եզրակացություն։ Դեմենցիայի սկզբնական փուլի ախտորոշմամբ։ Բնակարանի վաճառքի լիազորագիր իբր ձեր կողմից ստորագրված։ Եվ ամենահետաքրքիրը պայմանագիր վաճառքից ստացված գումարը ձեր երեխաների միջև բաժանելու մասին։ Նա թղթերը մեկնեց Անահիտին։ Կնոջ ձեռքերը դողում էին։ Նրանք նույնիսկ չեն էլ փորձել նմանակել ձեր ստորագրությունը, ավելացրեց Լևոնը, ցույց տալով թղթի վրայի անհասկանալի հետքերը։ Երևի հույս ունեին, որ այնտեղ ձեզ արագ կհանգստացնողներ կտան, մինչև այն վիճակի հասնեք, որ այլևս ոչինչ չստուգեք։ Անահիտը լուր թերթում էր թղթերը։ Վաճառքի պայմանագրի թվերը լողում էին աչքերի առաջ։ 6 զրոներով գումար։ Նրա բնակարանը քաղաքի կենտրոնում մի ամբողջ կարողություն արժեր։
Էջի ներքևում 3 ստորագրություններ՝ Լիլիթ, Պավել, Գուրգեն։ Բայց ինչու։ Անահիտի ձայնը դողաց։ Նրանք փողում են։ Լիլիթը վարժարանի տնօրենը, Պավելը իրավաբանական ֆիրմայի գործընկեր։ Ցավոք, ամեն ինչ այնքան էլ վարդագույն չէ ձեր երեխաների ֆինանսական վիճակում։ Լևոնը հանեց եւս մեկ թղթաբանակ։ Լիլիթը խրվել է պարտքերի մեջ։ Վարժարանի բարեգործական հիմնադրամից գումար է վերցրել անձնական կարիքների համար։ Շուտով աուդիտորական ստուգում է, նրան սպառնում է ոչ միայն աշխատանքից հեռացում, այլև քրեական գործ։ Պավելը ֆիրման օգտագործում է փողերի լվացման համար։ Նրա գործընկերներն արդեն ինչ-որ բան կասկածում են։ Նա փաստաբանական պալատից վտարվելու եզրին է։ Իսկ ձեր կրտսեր Գուրգենը պարտքեր ունի բուքմեյքերական գրասենյակներին եւ ստվերային վարկատուներին։ Նրան սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով, եթե գումարը չվերադարձնի։ Անահիտը նստած էր ապշած, չկարողանալով հավատալ, թե ինչպես իր 3 զավակները, որոնց նա միայնակ է մեծացրել ամուսնու մահից հետո, որոնց տվել է իր ողջ կյանքը, կարող էին այսպես վարվել։ Որտեղից գիտեք այս ամենը, վերջապես հարցրեց նա։ Բանակից զորացրվելուց հետո ես աշխատել եմ անվտանգության մասնավոր կառույցում, բացատրեց Լևոնը։ Այնտեղ սովորել եմ տեղեկատվություն հավաքել։ Իսկ երբ ձեր որդուց ստացա այս պատվերը, սեփական հետաքննությունս անցկացրի։ Կրտսեր Գուրգենին ինձ գտավ նախկին ծառայակիցներիս միջոցով, չկասկածելով մեր ծանոթության մասին։ Նա Անահիտին ջրի շիշ մեկնեց։ Խմեք, եկեք քննարկենք ինչ անել հետո։ Անահիտը մի կում արեց։ Ջուրը դառթված, բայց դա դավաճանության դառնությունն էր։ Ինչու եք ինձ օգնում, կամաց հարցրեց նա։ Լևոնը մտախոհ մատով շոշափեց այդ իսպին։ Գիտեք Անահիտ, ապերախտությունը մի ծանրություն է, որը կարող է կրել միայն անխիղճ սիրտը։ Ձեր երեխաները երևի այդ գործի վարպետներն են։ Նա տխուր ժպտաց։ Իսկ եթե լուրջ, այն ժամանակ դուք իմ կյանքը փրկեցիք։ Եվ ոչ միայն մարմինս։ Դուք հոգիս փրկեցիք հուսահատությունից։ Երբ բոլորը ձեռք էին քաշել, դուք մնացիք ու ինձ համար բանաստեղծություն էիք կարդում։ Հիշում եք։ Լևոնը նրբանկատորեն շրջվեց, ժամանակ տալով նրան ուշքի գալու։ Ես քաղաքից դուրս տուն ունեմ, ասաց նա դադարից հետո։ Սևանի ափին է։ Առաջարկում եմ ձեզ տանել այնտեղ։ Հանգիստ կմտածեք, կորոշեք ինչ անել։ Հարցակումը լավագույնս հետ է մղվում անսպասելի դիրքից, չէ։ Անահիտը սրբեց արցունքները եւ ուղեց մեջքը։ Ներսում ինչ-որ բան կոտրվել էր, բայց ոչ վերջնականապես։ Ինչպես հին ծառը, որը փոթորկից կորցրել է սաղարթի մի մասը, բայց դեռ ամուր կարճած է հողին իր արմատներով։ Գնանք, գլխով արեց նա։ Բայց սկզբում ուզում եմ սեփական աչքերով տեսնել այդ Դիլիջանյան անտառը։ Ուզում եմ իմանալ, թե ուր էին պատրաստվում ինձ ուղարկել իմ, նա կակազեց, իմ երեխաները։ Վստահ եք, ուշադիր նայեց Լևոնը։ Դա կարող է ծանր լինել։ Վստահ եմ, հաստատական պատասխանեց Անահիտը։ Ինչպես ասում են, որպեսզի հոգին չկծկվի ցավից, պետք է թույլ տալ հոգուն կոփվել ճանաչողության մեջ։ Լևոնը լուր գլխով արեց, միացրեց շարժիչը եւ թեքվեց դեպի մայրուղի։ Անահիտը նայում էր անցնող տեսարաններին եւ մտածում իր զավակների մասին։ Նրանցից յուրաքանչյուրը մնում էր իր սրտի մի մասնիկը, չնայած դավաճանությանը։ Եվ այդ մասնիկը հիմա առնահոսում էր։ Բայց մյուս մասը, այն, որը տասնամյակներ շարունակ թույլ էր տվել նրան գոյատևել, ամենածանր պայմաններում, շշնջում էր. Դու կհաղթահարես Անահիտ, դու միշտ էլ հաղթահարել ես։ Մեքենան սլանում էր մայրուղով, տանելով Անահիտին դեպի անհայտություն, բայց առաջին անգամ այդ անհայտության մեջ հույսի լույս էր նշմարվում։ Դիլիջանյան անտառը պարզվեց մի գորշ, երահարկ շենք է, շրջապատված բարձր պարսպով եւ փշալարերով։ Այն ավելի շատ հիշեցնում էր ոչ թե առողջարան, այլ խիստ ռեժիմի հիմնարկ։ Դարպասի վրա փակցված էր մի ցուցանակ, սոցիալական սպասարկման մասնավոր հաստատություն։ Լևոնը ներս չմտավ, պարզապես դանդաղ անցավ պարսպի երկայնքով, թույլ տալով Անահիտին տեսնել տխուր ջեմուղիները, որտեղ չնայած ցրտին քայլում էին մի քանի տարեցներ, նույնանման գորշ խալաթներով։ Բավական է, կամաց հարցրեց նա, նկատելով, թե ինչպես է Անահիտը գունատվել։ Կինը լուր գլխով արեց, շուրթելը սեղմած։ Ես մի քանի տարի առաջ այս վայրի մասին մի ռեպորտաժ էի տեսել, ասաց նա, երբ արդեն մի քանի կիլոմետր հեռաց էին։ Այն ժամանակ ստուգումներ էին, բնակիչների հետ վատ վարվելու բողոքների պատճառով։ Երբեք չէի մտածի, որ իմ երեխաները։ Նրա ձայնը կտրվեց։ Լևոնը չփորձեց մխիթարել սովորական խոսքերով, պարզապես ջրի շիշը մեկնեց եւ միացրեց հանգիստ դասական երաժշտություն։
Հետո նրանք լուր էին գնում։ Արդյունաբերական շրջաններն ու թաղամասերը փոխարինվեցին անտառներով։ Ոլորաններով ճանապարհը բարձրանում էր Սարնի վեր, ամեն շրջադարձին բացելով ավելի ու ավելի գեղեցիկ տեսարաններ դեպի Սևանա լիճը։ «Տեղ ասանք», հայտարարեց Լևոնը, թեքվելով դեպի մի նեղ ճանապարհ, որը տանում էր դեպի Սոչիների մեջ կանգնած երկհարկանի փայտե տունը։ Տնակն այնպիսի տեսք ուներ, կարծես այն տեղափոխել էին մեկ այլ դարաշրջանից, ամուր, պատուհանների վրա փորագրված նախշերով, ընդարձակ պատշգամբով եւ ժամանակից մտնած տանիքով։ Տան շուրջը տարածվում էր մի հողամաս, սոչիներով ու կեչիներով, որոնք իջնում էին միջև ջրի ափին գտնվող փոքրիկ նավամատույցը։ «Սա ձեր տունն է», զարմացած հարցրեց Անահիտը, դուրս գալով մեքենայից։ «Պապից է մնացել», բացատրեց Լևոնը, հանելով նրա ճամպրուկը։ Նա ֆիզիկոս էր, այս տեղամասը ստացել էր 70-ականներին։ Ամբողջ թաղամասը ժամանակին բնակեցված էր գիտնականներով։ Հիմա շատ ամառանոցներ գնել են նորահարուստները, բայց մի քանի հին բնակիչ դեռ մնացել է։ Նա Անահիտին ուղեկցեց դեպի տուն եւ բացեց զանգվածեղ դուռը հնաոճ բանալիով։ «Բարի գալուստ, իմ համեստ օջախը»։ Տան ներսում Անահիտին անակնկալ էր սպասվում։ Ավանդական փայտե ճակատի հետևում թաքնված էր ժամանակակից ինտերիեր, բաց գույնի փայտից օջային կահույք։ Լճին նայող համապատկերային պատուհաններ, վերջին մոդելի տեխնիկա։ Հյուրասենյակը միանում էր ընդարձակ խոհանոցին։ Արտաքինի եւ ներքինի միջև եղած հակասությունը ինձ միշտ զվարճացրել է, նկատեց Լևոնը, որսալով հյուրի զարմացած հայացքը։ Պապս էլ էր այդպիսին, արտաքուստ խիստ խորհրդային գիտնական, իսկ տանը արգելված ջազ էր լսում եւ Սոլժենիցին էր կարդում։ Նա Անահիտին ուղեկցեց երկրորդ հարկի հյուրասենյակը, լուսավոր մի սենյակ, փայտե մահճակալով, փափուկ գորգով եւ լճին նայող պատուհանով։ Տեղավորվեք։ Լոգարանը միջանցքով դեպի աջ է, իսկ ես այդ ընթացքում թեյ կպատրաստեմ։ Մնալով մենակ Անահիտը նստեց մահճակալին։ Վերջին ժամերի իրադարձությունները նոր ուժով համակեցին նրան։ Երեխաների դավաճանությունը, հանդիպումը անցյալից եկած մարդու հետ, Դիլիջանյան անտառի գորշ պատերը։ Նա պայուսակից հանեց օրագիրը եւ մեքենայաբար թերթեց վերջին գրառումները։ Փետրվարի 28։ Գուրգենիկը նորից փող վերցրեց, ասում է նախագծի համար։ Ինչ նախագիծ 40 տարեկան տղամարդու մոտ, որը չի կարողանում աշխատանքի մեջ մնալ 3 ամսից ավելի, բայց ինչպես մերժել, երբ այդպիսի աչքերով է նայում։ Մարտի 5։ Զանգեցի Լիլիթին, ուզում էի թորներիս տեսնել, ասաց օլիմպիադաներ ունեն, ժամանակ չկա։ Իսկ Աննան անցած անգամ ասում էր, որ կուզեր ավելի հաճախ այցելել տատիկին։ Մարտի 10։ Պավելը եկավ 5 րոպեով, հոր ժամացույցը տանելու, ասաց, որ իրենց գրասենյակի ցուցահանդեսի համար է։ Չեմ հավատում։ Հարևանուհին տեսել էր նմանատիպ ժամացույց գրավատանը։ Վերընթերցելով այս տողերը, Անահիտը հանկարծ հասկացավ, որ վերջին 2 տարին եղել է կարծես մշուշի մեջ, չցանկանալով տեսնել երեխաների օտարացման ակնհայտ նշանները։ Դրան թակոցը ընդհատեց նրա մտքերը։ Թեյը պատրաստ է, հայտնեց Լևոնը։ Իջեք, երբ պատրաստ լինեք։ Խոհանոցում նրան սպասվում էր իսկական խնջույք։ Ոչ միայն թեյ, այլև տնական կարկանդակներ, պանիր, մեղր եւ նույնիսկ մի շիշ կոնյակ։ Մի զարմացեք, ժպտաց Լևոնը։ Ճաշ եփել է իմ հոբբին է։ Թեժկետերում սովորել եմ գնահատել պարզ ուրախությունները։ Նրանք տեղավորվեցին փափուկ բազկաթոռներին, համապատկերային պատուհանի մոտ։ Մայրամուտի արևով լուսավորված երեկոյան լճի տեսարանը հիասքանչ էր։ «Պատմեք ձեր մասին», խնդրեց Անահիտը, մի կում անելով անուշաբույր թեյից։ «Ինչ եղավ Գյումրիից հետո»։ Լևոնը մտախոհ մատով շոշափեց սպին։ Տարհանումից հետո 2 ամիս անցկացրի հիվանդանոցում, հետո վերադարձա ծառայության։ Չէի կարող տղաներին թողնել։ Անցա Արցախյան պատերազմները, հետո ծառայեցի տարբեր թեժկետերում։ 2015-ին զորացրվեցի բժշկական ծառայության փոխգնդապետի կոչումով։ Կարող էի մնալ ռազմական բժշկության մեջ, բայց նա լռեց։ Շատ մահեր տեսա։ Ուզեցի մի այլ բանով զբաղվել։ Նա փոքրիկ բաժակից մի կում կոնյակ խմեց։ Նախկին ծառայակիցս աշխատանք առաջարկեց անվտանգության մասնավոր կառույցում։ Ես պատասխանատու էի գործողությունների բժշկական ապահովման համար։ Հետո սկսեցի զբաղվել վերլուծությամբ, տեղեկատվության հավաքագրմամբ։ Պարզվեց այդ գործում տաղանդ ունեմ։ 3 տարի առաջ որոշեցի, որ բավական է։ Մեքենա գնեցի, սկսեցի որպես անհատական վարորդ աշխատել հարգարժան հաճախորդների համար։ Վերցնում եմ միայն այն պատվերները, որոնք ինձ հետաքրքիր են։ Եվ որդուս պատվերը հետաքրքիր էր, դառնությամբ ժպտաց Անահիտը։ Ձեր անունն էր հետաքրքիր, ուղեց Լևոնը։ Հենց կրտսեր Գուրգենն այն տվեց, ես միանգամից հիշեցի։ Որոշեցի ստուգել, դուք եք թե ոչ։
Իսկ երբ համոզվեցի, դե չէի կարող ձեզ տանել այդ ձերանոցը։ Նա վեր կացավ եւ սեղանի դարակից հանեց մի հաստ թղթաբանակ։ Ես հավաքել եմ ողջ տեղեկատվությունը ձեր երեխաների մեքենայությունների մասին։ Այնքան էլ հաճելի չէ, բայց դուք պետք է իմանաք ճշմարտությունը։ Հաջորդ 1 ժամը Անահիտն անցկացրեց ուսումնասիրելով փաստաթղթերը, բանկային փոխանցումների քաղվածքները, լուսանկարները, նամակագրությունների պատճենները։ Ամեն էջի հետ նրա սիրտն ավելի էր սեղմվում։ Լիլիթը իր հպարտությունը, գերազանցիկ աղջիկը, որը դարձել էր հեղինակավոր վարժարանի կնորեն, պարզվեց սովորական գող է։ Համակարգված կերպով յուրացրել էր դպրոցի բարեգործական հիմնադրամների գումարները, կեղծելով հաշվետվությունները։ Միջոցները ծախսվում էին թանկարժեք հանգստյան տների, բրենդային հագուստի եւ գեղեցկության սրահների վրա։ Պավելը, լուրջ ու հիմնավոր Պավլիկը, իր իրավաբանական ֆիրմայում կրկնակի հաշվապահություն էր վարում, խուսափում հարկերից, օֆշորային հաշիվներ ուներ։ Հաճախորդների փողերն օգտագործում էր բորսայում վտանգավոր խաղերի համար։ Գուրգենը, իր կրտսերը, արվեստագետ Գուրգենիկը խրվել էր բուքմեյքերների ու վաշխառուների պարտքերի մեջ։ Արդեն ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ էր ստացել, եթե գումարը ժամանակին չվերադարձնի։ Նրանք բոլորն էլ հուսահատ վիճակում են, եզրակացրեց Լևոնը։ Յուրաքանչյուրին փող է պետք եւ շտապ։ Ձեր բնակարանը քաղաքի կենտրոնում արժե մոտ 80 միլիոն դրամ։ Նրանց համար դա բոլոր խնդիրների լուծումն է։ Բայց ինչու չէր կարելի պարզապես խնդրել, կամաց հարցրեց Անահիտը։ Ես կվաճառեի տունը, կօգնեի նրանց։ Իսկ դուք որտեղ կապրեիք, խստությամբ հարցրեց Լևոնը։ Այդ ձերանոցում, նայեք այս թղթերին, նրանք արդեն ստորագրել են նախնական պայմանագրիրը պանսիոնատի հետ, դեմենցիայի ախտորոշմամբ, որը ի դեպ դրել է նրանց ծանոթ հոգեբույժը, ձեզ նույնիսկ չտեսնելով։ Բնակարանն արդեն գնահատված է եւ դրված վաճառքի։ Ուզում եք տեսնել հայտարարությունը։ Նա մեկնեց պլանշետը։ Էկրանին նրա բնակարանի լուսանկարներ, տարօրինակ կերպով դատարկ, կարծես անմարդաբնակ։ Վաճառվում է 3 սենյականոց բնակարան պատմական կենտրոնում, սեփականատիրոջից։ Որտեղից են վերցրել այս լուսանկարները, փնթփնթաց Անահիտը։ Արել են, երբ դուք տանը չեք եղել, բացատրեց Լևոնը։ Պավելը ձեր տան բանալիներն ունի, չէ՞։ Անահիտը գլխով արեց, զգալով, թե ինչպես է ներսում բարձրանում զայրույթի ալիքը, սառը, սուր, ինչպիսին երբեք չէր զգացել իր կյանքում։ Ինչ կարող եմ անել, հարցրեց նա, մի կողմ դնելով պլանշետը։ Դուք ունեք ձեր գիտակցության տեղը լինելու ապացույցներ։ Լևոնը ցույց տվեց նրա կողքին դրված օրագիրը։ Այս գրառումները հետևողական, դրամաբանական, գրագետ, ամբողջությամբ հերքում են դեմենցիայի ախտորոշումը։ Պլյուս մենք կարող ենք անցնել անկախ բժշկական փորձաքննություն։ Նա լռեց, մտքերը հավաքելով։ Բայց ես առաջարկում եմ ավելի հեռուն գնալ, ոչ միայն պաշտպանվել, այլև ձեր երեխաներին դաս տալ։ Ես պլան ունեմ, թե ինչպես ստիպել նրանց գիտակցել իրենց արածը, եւ միաժամանակ նա դատարկվեց օգնել նրանց դուրս գալ իրենց խնդիրներից։ Անահիտը գլուխը բարձրացրեց։ Օգնել այն ամենից հետո, ինչ նրանք ուզում էին անել։ Նրանք ձեր երեխաներն են, պարզ ասաց Լևոնը։ Որքան էլ հիմա զայրացած լինեք, ես գիտեմ, որ դուք չեք ուզում նրանց կործանումը, բայց դաս տալն անհրաժեշտ է։ Նա իրավացի էր։ Չնայած դավաճանության ցավին, Անահիտը չէր կարող սրտից ջնջել նրանց, ում մեծացրել էր, ում տվել էր իր ողջ կյանքը։ Ինչ պլան է, հարցրեց նա։ Լևոնը մանրամասն շարադրեց իր միտքը։ Անահիտը լսում էր, աստիճանաբար գիտակցելով առաջարկվածի հանճարեղ պարզությունն ու արդարությունը։ Չգիտեմ, վերջում կասկածեց նա։ Սրանք այնուամենայնիվ իմ երեխաներն են։ Կործանել նրանց կարիերան, հեղինակությունը։ Նրանք իրենք են ամեն ինչ կործանել իրենց գործողություններով, մեղմորեն հակադարձեց Լևոնը։ Մենք միայն կօգնենք նրանց գիտակցել արածը։ Անահիտը նորից բացեց օրագիրը եւ վերընթերցեց վերջին ամիսների գրառումները, փոքրիկ դավաճանությունների շարանը։ Անտեսված զանգեր, վիրավորանքներ, որոնք նա համբերատար տանում էր, արդարացնելով երեխաներին իր եւ ուրիշների առջև։ Ինչպես ասում էր Մարկ Թվենը, բարությունը այն է, ինչ կարող է լսել խուլը եւ տեսնել կույրը, թխուր հեգնանքով նկատեց նա։ Ափսոս, որ իմ երեխաները եւ խուլ դուրս եկան եւ կույր դրա հանդեպ։ Նա վճռական շարժումով փակեց օրագիրը։ Լավ Լևոն, ես համաձայն եմ։ Կգործենք ձեր պլանով։ Այդ պահին Անահիտը կարծես թոթափեց այն ծանրությունը, որը կրում էր վերջին տարիներին, կույր մայրական սիրո բեռը, որը ոչինչ չի պահանջում փոխարենը։ Կարծես քողն ընկավ աչքերից, եւ նա տեսավ իր երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք դարձել էին իրականում։ Շահամոլ, էգոիստ, մեծահասակ մարդիկ,
որոնք պատրաստ են զոհաբերել մորը սեփական օգտի համար։ Նայելով իր արտացոլանքին պատուհանի ապակու մեջ, նա զարմացավ։ Կինը, որն իրեն էր նայում, ավելի երիտասարդ ու վճռական տեսք ուներ։ Նրա աչքերը փայլում էին մի կրակով, որը վաղուց այնտեղ չկար։ Սա վերջը չէ, մտածեց Անահիտը։ Սա նոր գլխի սկիզբն է։ Եվ ես դեռ ցույց կտամ իմ երեխաներին, թե ինչի է ընդունակ նրանց մայրը։ Լևոնը, նկատելով նրա դեմքի փոփոխությունը, գոհունակությամբ գլխով արեց։ Վրեժի կամ արդարության պլանը, ինչպես նա էր նախընտրում անվանել, սկսում էր ձևավորվել։ Առավոտը Լևոնի տանը շուտ սկսվեց։ Անահիտն արթնացավ թարմ եփված սուրճի բույրից եւ դասական երաժշտության հնչյուններից։ Պատուհանից նայելով նա տեսավ տանտիրոջը, որը բակում փայտ էր ջարդում, մեթոդիկ, զինվորական ճշգրտությամբ, կարծես կատարելով ամենօրյա նորման։ Իջնելով խոհանոց, նա գտավ պատրաստի սեղանը եւ մի գրություն։ Նախաչաշը թերմոսի մեջ է, հացը հացամանում։ Կլինեմ կես ժամից, պետք է պատրաստվել հատուցման գործողությանը։ Ինչպես լրտեսական ֆիլմում, մտածեց Անահիտը, սուրճ լցնելով։ Լևոնը վերադարձավ, ինչպես խոստացել էր 30 րոպե անց, ձիգ, ցնցուղից հետո թաց մազերով, սև սվիտերով ու ջինսերով։ Ինչպես քնեցիք նոր տեղում, հետաքրքրվեց նա, պայուսակից հանելով նոթբուքն ու ինչ-որ սարքեր։ Զարմանալիորեն լավ, խոստովանեց Անահիտը։ Կարծես սարն ընկավ ուսերիցս։ Ինչ են սրանք ձեր մոտ։ Արդարության գործիքներ, ժպտաց Լևոնը, սեղանին դասավորելով մի քանի սմարթֆոն, փոքրիկ տեսախցիկներ, որոնք նման էին սովորական լիցքավորիչների եւ դյուրակիր տպիչ։ Առաջին հերթին մենք պետք է նամակներ պատրաստենք ձեր երեխաների համար, պաշտոնական, նրանց մեքենայությունների կոնկրետ փաստերով եւ հստակ վերջնագրով։ Անահիտը գլխով արեց։ Հաջորդ 2 ժամը նրանք աշխատում էին նամակների վրա։ Լևոնը տրամադրում էր փաստերն ու թվերը, Անահիտը դրանք վերածում էր խոսքերի, հաստատական, բայց առանց ավելորդ էմոցիաների։ Ամեն նամակ անհատականացված էր։ Լիլիթի վարժարանի տնօրենի համար շեշտը դրված էր հեղինակության կորստի եւ կարիերայի վրա սկանդալի ազդեցության վրա։ Պավելի իրավաբանի համար, նրա գործողությունների իրավական հետևանքների եւ փաստաբանների պալատից հնարավոր վտարման վրա։ Գուրգենի համար վարկատուներից պաշտպանվելու հնարավորության վրա, համագործակցության պայմանով։ Հիմա անցնենք ֆինանսական մասին։ Լևոնը նոթբուքով բացեց մի աղյուսակ։ Իմ հաշվարկներով Լիլիթը վերջին 3 տարում դպրոցի ֆոնդերից յուրացրել է մոտ 15 միլիոն դրամ։ Պավելը հարկայինից թաքցրել է մոտ 30 միլիոն, իսկ Գուրգենը բուքմեյքերներին ու աշխարհուներին պարտք է 5 միլիոն։ Եվ մենք կպահանջենք վերադարձնել այդ գումարները, հստակեցրեց Անահիտը։ Հենց այդպես, գլխով արեց Լևոնը։ Ոչ ավել, ոչ պակաս։ Միայն այն, ինչ նրանք գողացել են կամ պարտք են։ Արդարություն, այլ ոչ թե վրեժ։ Անահիտը հառաչեց, հիշելով, թե ինչպես էր վերջին կոպեկները հավաքում, որպիսի օգնի Գուրգենին ստեղծագործական նախագծի հարցում, մինչ նա այդ փողերը տանուլ էր տալիս կազինոներում։ Լավ, վճռական ասաց նա, եւ սկսեց գրել ամեն նամակի եթրափակիչ մասը, ձևակերպելով վերջնագիրը։ Կամ նրանք դադարեցնում են գործողությունները մոր դեմ եւ վճարում նշված գումարները որպես փոխհատուցում, կամ տեղեկատվությունը կփոխանցվի համապատասխան մարմիններին։ Կարևոր է նշել կոնկրետ ժամկետ, նկատեց Լևոնը, եւ կապի միջոցը։ Առաջարկում եմ տալ նրանց 48 ժամ եւ օգտագործել այս հեռախոսը։ Նա ցույց տվեց նոր սմարթֆոններից մեկը։ Այն գրանցված է այլ անձի անունով եւ կարգավորված է բոլոր խոսակցությունները ձայնագրելու համար։ Անահիտը գլխով արեց եւ ավելացրեց համարը ամեն նամակում։ Իսկ հիմա ստորագրությունը։ Նա վերցրեց գրիչը եւ դրեց իր հստակ ուսուցչական ստորագրությունը։ Լևոնը խնամքով ծալեց նամակները, յուրաքանչյուրը տեղավորելով առանձին ծրարի մեջ։ Առաքիչը կլինի 1 ժամից, հայտնեց նա։ Ես պայմանավորվել եմ արձern հանձնման մասին։ Ձեր երեխաներից յուրաքանչյուրը կստանա նամակը վկաների, գործընկերների կամ ընտանիքի անդամների ներկայությամբ։ Որտեղից այդպիսի ճշգրտություն, զարմացավ Անահիտը։ Լևոնը ցույց տվեց պլանշետի էկրանը, բաժանված 3 մասի։ Ամեն մասում երևում էր նրա երեխաներից մեկի գրասենյակը կամ տունը։ Տեսահսկման տեսախցիկներ, բացատրեց նա։ Իմ տղաները տեղադրել են 3, քանի դեռ դուք հանգստանում էիք։ Լիլիթի վարժարանում նրա ընդունարանի դրան մոտ։ Պավելի ֆիրմայում նրա առանձնասենյակի դիմաց։ Իսկ Գուրգենի տանը նոր ռոութերի տեսքով։ Դա օրինական է, կասկածեց Անահիտը։ Իսկ մորը կեղծ ախտորոշմամբ ծերանոց տեղավորելն ու նրա տունը վաճառելն օրինական է, հակադարձեց Լևոնը։ Մի անհանգստացեք, ոչ ոք չի տուժի։ Բացի այդ, ես կարգավորել եմ ձեր երեխաների ֆինանսական գործարքների մոնիտորինգը։ Եթե նրանք փորձեն խոշոր գումարներ փոխանցել կամ կանխիկացնել, մենք կիմանանք։ Անահիտը գլուխը տարուբերեց, դեռ լիովին չհավատալով կատարվածին։
Երբեք չէի մտածի, որ ծերությանը սորոք լրտեսական մարտաֆիլմի հերոսուհի կդառնամ։ Ժամանակն է պլան B-ի համար, ասաց նա, ուղղելով մեջքը։ Գործի դնենք այն։ Լևոնը գլխով արեց ու բացեց նոթբուքը։ Մի քանի արագ կտոց և էլեկտրոնային նամակները կից փաստաթղթերով թռան ըստ հասցեների։ Հարկային ծառայություն, Պավելի հարկերից խուսափելու ապացույցներով, դպրոցի հոգաբարձուների խորհուրդ, Լիլիթի ֆինանսական մեքենայություններով, Գուրգենի վարկատուներին, տեղեկատվություն նրա գույքի ու եկամուտների մասին։ Վերջին նամակը, ամենածավալունը, գնաց լրագրող Մաքսիմին։ Ամբողջական պատմությունը ապացույցներով, ներառյալ Անահիտի օրագրերի պատճենները, բժշկական եզրակացությունները և երեխաների պլանների մասին փաստաթղթերը։ Հիմա մեզ մնում է միայն սպասել, ասաց Լևոնը, փակելով նոթբուքը։ Արձագանքը շատ արագ կլինի։ Նա իրավացի դուրս եկավ։ Արդեն 3 ժամ անց պլանշետի էկրանին սկսեցին հայտնվել առաջին արդյունքների մասին ծանուցումները։ Նայեք, Լևոնը Անահիտին ցույց տվեց վարժարանի տեսախցիկի տեսանյութը։ Էկրանին Լիլիթն իր առանձնասենյակում կանգնած էր հոգաբարձուների խորհրդի նախագահի դիմաց։ Ես բացատրություններ եմ պահանջում, Լիլիթ։ Նրա ձայնը հնչում էր չոր ու պաշտոնական։ Այս փաստաթղթերը չափազանց լուրջ մեղադրանքներ են պարունակում։ Բարեգործական հիմնադրամի միջոցները ձեր անձնական դրամարկղը չեն։ Սա սարսափելի թյուրիմացություն է։ Լիլիթը ձեռքերը տարուբերեց։ Ինչ որ սխալ է հաշվետվությունների մեջ, ուրիշ ոչինչ։ Ես ամեն ինչ կբացատրեմ։ Բացատրելու եք աուդիտորներին։ Իսկ առայժմ ես ստիպված եմ ձեզ ժամանակավորապես հեռացնել պաշտոնից մինչև հետաքննության ավարտը և խնդրում եմ հանձնեք սեյֆի բանալիները։ Հաջորդ ցայնագրությունը Պավելի գրասենյակն էր։ Խիստ տղամարդիկ կոստյումներով ու թղթապանակներով մտան նրա սենյակ։ Նրանցից մեկը սեղանին դրեց հարկային տեսուչի վկայականը։ Պավել, մենք ձեր ֆիրմայում արտահերց ստուգում ենք անցկացնում։ Ահա որոշումը։ Խնդրում ենք տրամադրել վերջին 3 տարվա փաստաթղթերը։ Պավելի դեմքը կավճի պես սպիտակեց։ Նա փորձեց ինչ-որ բան հակադարձել, բայց այդ պահին սենյակ մտան նրա 2 գործընկերները։ Պավել, մենք պետք է լուրջ խոսենք, սկսեց նրանցից ավագը։ Վերջին իրադարձություններին և ստացված տեղեկատվություն լույսի ներքո մենք ստիպված ենք վերանայել մեր համագործակցությունը։ Ամենադրամատիկ տեսարանը Գուրգենի հետ էր։ Տեսախցիկն արձանագրել էր, թե ինչպես են 2 թիքնեղ տղամարդ նրան բռնում ինչ-որ շենքի մուտքի մոտ։ Խոսակցությունը կարճ էր ու հուզական։ Այն ավարտվեց նրանով, որ Գուրգենը բողացող ձեռքերով հանեց թանկարժեք ժամացույցն ու հանձնեց մեքենայի բանալիները։ Սա դեռ ամենը չէ։ Լևոնը Անահիտին ցույց տվեց սմարթֆոնի էկրանը։ Մաքսիմն արդեն հրապարակել էր առաջին հոդվածը։ Դավաճանություն կյանքի մայրամուտին, ինչպես են 3 զավակները փորձել ազատվել մորից։ Այն դարձավ վիրուսային, 2 ժամում ավելի քան 100,000 դիտում։ Անահիտն աչքի անցկացրեց տեքստը։ Լրագրողը ներփանկատորեն, բայց անողոք ներկայացրել էր ողջ պատմությունը, հիմնավորելով փաստաթղթերով։ Հատուկ շեշտ էր դրված Պավելի շքեղ գրասենյակի և այն գորշ ծերանոցի հակադրության վրա, ուր երեխաները պատրաստվում էին ուղարկել մորը։ Հոդվածն արդեն մեծ արձագանք է առաջացրել, մեկնաբանեց Լևոնը։ Տակը ավելի քան 3000 մեկնաբանություն կա, հիմնականում զայրացած։ Մարդիկ կիսվում են իրենց պատմություններով։ Չէր անցել նույնիսկ 1 օր, երբ Անահիտի երեխաների համար հետևանքները դարձան աղետալի։ Լիլիթին ոչ միայն հեռացրին պաշտոնից։ Համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ նա իր առանձնասենյակում գոռում է հավաքարարի վրա։ Այդ լաթդ այնպես չես լվանում, ամեն ինչ այնպես չէ, ամբողջ հատակը հետքերի մեջ է, ինչպես հիմա իմ կյանքը։ Տեսանյութն ակնթարթորեն տարածվեց, դառնալով մեմ և սպասարկող անձնակազմի հանդեպ գոռոզ վերաբերմունքի խորհրդանիշ։ Իսկ երեկոյան զանգեց Լիլիթի ամուսինը, Կարենը, և հայտնեց, որ ամուսնալուծության դիմում է ներկայացնում։ Պավելի դեմ սկսվեց լայնածավալ հարկային ստուգում։ Գործընկերները նրան հեռացրին ֆիրմայից, առանց բիզնեսում բաժնեմասի իրավունքի։ Իրավաբանական շրջանակներում մի կատակ էր պտտվում։ Լսել եք Պավելի մասին։ Նա հիմա մասնագիտանում է ընտանեկան իրավունքի մեջ, իր սեփական։ Գուրգենին գտան վարկատուները։ Տհաճ խոսակցությունից հետո նա ստիպված եղավ վաճառել մեքենան ու ժամացույցը, պարտքի մի մասը մարելու համար։ Բայց դա բավարար չեղավ։ Նույն օրը երեկոյան նրան տեղափոխեցին հիվանդանոց, բազմաթիվ սալջարդերով և ուղեղի ցնցումով։ Նամակներում նշված հեռախոսը պայթում էր զանգերից։ Հիմա արդեն երեխաներն էին զանգում, օգնության աղերսներով։ «Մամ, դու պետք է սա դադարեցնես», գոռում էր Լիլիթը։ «Դու հասկանում ես, որ քանդեցիր իմ ընտանիքը, իմ հեղինակությունը։
Կարենը բաժանվում է, ինձ նվաստացնում են սոցցանցերում, այն ամենը ինչին հասել եմ 20 տարվա աշխատանքով ջուրն ընկավ։ Իսկ դու հասկանում ես, որ քիչ էր մնում քանդեիր իմ կյանքը, հանգիստ հարցրեց Անահիտը, որ փորձում էիր ինձ անգործունակ ճանաչել ու փակել բանտ հիշեցնող ծերանոցում։ Դա ամբողջը Պավելն էր, նա իրավաբան է, նա է մտածել այս սխեման, ես ուղակի համաձայնել եմ։ Եվ հենց դրա համար է իր ամուսնուդ պատմում, որ ես խելքը թռցրած պարավ եմ։ Անահիտն առաջին անգամ թույլ տվեց դառնությանը ներխուժել իր ձայնի մեջ։ Գծի մյուս ծայրում լռություն տիրեց, ապա զսպված հեկեկոց։ Պավելը զանգեց իր սովորական սառնասրտությամբ, բայց նույնիսկ նրա ձայնի մեջ լարվածություն կար։ «Մայրիկ, դուք վտանգավոր խաղ եք սկսեց նա։ Դուք հասկանում եք, որ ես կարող եմ հակընդդեմ հայց ներկայացնել զրպարտության, անձնական կյանք ներխուժելու եւ անօրինական հետևելու համար»։ «Ներկայացրու, Պավել», հանգիստ պատասխանեց Անահիտը։ «Միայն հաշվի առ, որ բոլոր ապացույցներն արդեն լրագրողների եւ հարկայինի ձեռքում են։ Կարծում եմ դատարանը քո կողմից չի լինի»։ «Եկեք գործարք կնքենք», հանկարծ առաջարկեց որդին։ «Ես ձեզ փոխհատուցում կվճարեմ, քրի, դրեիսու քրի միլիոն դրամ, ինչպես խնդրել էիք։ Դուք հետ եք վերցնում դիմումը եւ հերքում եք այդ պատմությունը ձերանոցի հետ կապված։ Ուշ է, Պավլիկ, գնացքն արդեն մեկնել է»։ Ամենածանրը Գուրգենիկի զանգներ հիվանդանոցից, նրա դեմքն ուռած էր ծեծից։ «Մամուլ ջան», հեկեկում էր նա, «նրանք քիչ էր մնում սպանեին ինձ, ասացին հաջորդ անգամ ութքերս կջարդեն։ Կողոս քրիսճակ կա, ուղեղի ցնցում։ Դու պետք է ինձ օգնես, ես քո որդին եմ։ Ես քեզ վատը չէի կամենում, երդվում եմ»։ Անահիտի սիրտը թրթրաց, ինչ էլ որ լիներ, Գուրգենը մնում էր իր կրծերը, թույլ, անկամ, բայց հարազատ։ «Ես Լևոնին կուղարկեմ», ասաց նա դադարից հետո։ Նա քեզ կվերցնի հիվանդանոցից եւ կբերի այստեղ։ Մենք կխոսենք։ Առաջին հոդվածի հրապարակումից 2 օր անց Մաքսիմը եկավ Անահիտի ու Լևոնի մոտ մանրամասն հարցազրույցի համար։ Երանդուն երիտասարդ լրագրողը խելացի աչքերով ու հնաոճ նոթատետրով գրավում էր իր անկեղծությամբ։ «Անահիտ, ձեր պատմությունը մեծ արձագանք է գտել», սկսեց նա։ «Դուք կարծես բացեցիք մի վերք, որը վաղուց հասունանում էր հասարակության մեջ։ Ես հարյուրավոր նամակներ եմ ստացել տարեցներից, ով քեզ նմանատիպ իրավիճակներում են հայտնվել»։ Անահիտը պատմում էր իր պատմությունը, ցույց տալիս օրագրերը, լուսանկարները, շեշտելով, որ ինքը վրեժ չի ուզում, այլ միայն արդարություն եւ իր արժանապատվության ճանաչում։ «Գիտեք, Անահիտ», ասաց լրագրողը թերթելով օրագիրը, «Բուդտան ասել է, որ 3 բան չեն կարող երկար թաքնված մնալ՝ արևը, լուսինը եւ ճշմարտությունը։ Ձեր պատմությունը դա հաստատում է։ Իսկ երիտասարդության մոտ նաև ամոթն ու սկլերոզը, երբ մոռանում են իրենց ծնողների մասին», հեգնանքով ավելացրեց Լևոնը թեյ բերելով։ Մաքսիմը ծիծաղեց, բայց արագ լրջացավ։ «Ես ուզում եմ հոդվածների շարք ստեղծել ձեր պատմության հիման վրա, ուշադրություն հրավիրել օրենսդրական բացերին։ Դուք հայտնվեցիք հենց ճիշտ ժամանակին։ Հիմա, երբ ընդունվել է նոր օրենքը, ձեր դեպքը կարող է նախադեպային դառնալ»։ Այդպես էլ եղավ։ Անահիտի պատմությունը դարձավ խորհրդանիշ։ Մաքսիմի հրապարակումների շնորհիվ գործը դատարանում քննվեց արագացված կարգով։ Դատական նիստը կարճ էր, բայց հուզական։ Անահիտն առաջին անգամ տեսավ 3 երեխաներին միասին, ընկճված, գունատված, հայացքները փախցնող։ Լիլիթը նյարդային խաղում էր թաշկինակի հետ։ Պավելը մռայլ ուսումնասիրում էր թղթերը։ Գուրգենը դեմքին դեռևս ծեծի հետքերով թաքուն մեղավոր հայացքներ էր ձգում մոր ուղությամբ։ Դատարանը երեխաների գործողությունները ճանաչեց անօրինական։ Մոր անգործունակության մասին փաստաթղթերը չեղարկվեցին։ Բնակարանը պաշտոնապես ամրագրվեց Անահիտի անունով, առանց նրա կենդանության օրոք օտարման իրավունքի։ Բացի այդ, երեխաները պարտավորվեցին վճարել նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում։ Դուրս գալով դատարանից Անահիտը հակասական զգացմունքներ ուներ։ Մի կողմից բավարարվածություն արդարության վերականգնումից, մյուս կողմից ցավ երեխաների հետ վերջնական խզման պատճառով։ «Լավ եք», կամաց հարցրեց Լևոնը, օգնելով նրան նստել մեքենան։ «Այո», գլխով արեց Անահիտը, նայելով երեխաների հեռացող պատկերներին։ «Պարզապես մտածեցի, երբեմն հաղթանակը նույնքան դատարկություն է թողնում, որքան պարտությունը»։ «Սա վերջը չէ, սա սկիզբն է», հակադարձեց Լևոնը։ «Դուք հիմա ընտրություն ունեք, ինչպես ապրել, ում հետ շփվել, ում ներել»։ Անահիտը մտախոհ գլխով հարեց։
Առաջին անգամ երկար տարիների ընթացքում նա իրեն զգում էր ոչ թե հանգամանքների զոհ, այլ իր ճակատագրի տերը։ Վերածանված այս ծանր փորձությունից։ Երբ մեքենան շարժվեց, նա հետ չնայեց։ Առջևում նոր ապագա էր։ 2023 թվականի գարունը լիովին թագավորում էր քաղաքում, պայծառ, զնգուն, կապույտ երկնքով։ Անահիտը կանգնած էր իր տան պատուհանի մոտ, Վարդանանց փողոցում, եւ հետևում էր, թե ինչպես է բակապանը մաքրում ձմռան վերջին հետքերը ջեմուղիներից։ Դատավարությունից հետո 1 ամիս նա անցկացրել էր Լևոնի տանը, Սևանի ափին, ուժերը վերականգնելով։ Հիմա տուն վերադառնալու ժամանակն էր։ Վերջին պայուսակը, Լևոնը ճամպրուկը դրեց նախասրահում։ Էլի բան պետք է բերել մեքենայից։ Ոչ, շնորհակալ եմ։ Անահիտն աչքի անցկացրեց բնակարանը։ Գիտեք, այն կարծես այլ է դարձել, մաքրված անցյալի ծանրությունից։ Այդպես էլ կար։ Արևի լույսն ազատ հոսում էր փայլեցված պատուհաններից, լուսավորելով ծանոթ, բայց կարծես նորացված իրերը։ Հին սերվանտը, գրապահարանը, լուսանկարները։ Ամեն ինչ իր տեղում էր, բայց էներգետիկան փոխվել էր։ Մի վայրից, որտեղ նա թաքնվում էր միայնությունից, բնակարանը վերածվել էր ամրոցի, որը պաշտպանում էր նրա արժանապատվությունը։ Գնամ թեյնի կդնեմ, Անահիտը քայլեց դեպի խոհանոց, բայց դրան զանգը նրան կանգնեցրեց։ Շեմին կանգնած էր Գուրգենը, նիհարած, դեմքին դեռևս կապտուկների հետքերով, սովորական սվիտերով։ Մամ, նա տեղում տատանվում էր, ինչպես չարաճճի դպրոցական։ Կարելի է ներս գալ։ Ուզում էի խոսել։ Անահիտը լուր հետ քաշնեց, որդուն ներս թողնելով։ Լևոնը հարցական նայեց նրան։ Ամեն ինչ կարգին է, գլխով արեց կինը։ Խնդրում եմ թեյնի կդրեք, իսկ մենք Գուրգենի հետ կխոսենք հյուրասենյակում։ Որդին անվստահ նստեց բազմոցի եզրին։ Ես եկել եմ ներողություն խնդրելու, սկսեց նա։ Այն, ինչ մենք արեցինք, ինչ ես արեցի, աններելի է։ Ես հասկանում եմ, որ դու կարող ես երբեք չներել ինձ եւ լիովին իրավունք ունես։ Անահիտը լուր նայում էր որդուն, իր փոքրիկ Գուրգենիկին, որին անվանել էր հոր պատվին, բայց որը երբեք չէր շարանգել նրա հոգու ուշն ու սկզբունքայնությունը։ Ինչու Գուրգեն, կամաց հարցրեց նա։ Ինչու համաձայնեցիր այդ պլանին։ Միթե փողը մորիցդ կարևոր էր։ Գուրգենը բարձրացրեց աչքերը, կարմրած անկնությունից կամ արդյունքներից։ Ես խճճվել էի մամ, այդ պարտքերը, սպառնալիքները, վախենում էի, որ ինձ կսպանեն։ Լիլիթն ու Պավելն առաջարկեցին այդ պլանը, եւ այն ելք թվաց, ես վախկոտություն արեցի։ Նա թքուր շպտաց։ Մամ, ես այն առակի գրյայի պես եմ, միայն թե հակառակը, անընդհատ սխալ ուղղությամբ էի սողում։ Անահիտը չկարողացավ զսպել թեթև ժպիտը այդ անփույթ համեմատությունից։ Իսկ հիմա ուր ես սողում Գուրգենիկ։ Թերապիայի, անսպասելի լուրջ պատասխանեց նա։ Խաղամոլության դեմ։ Արդեն 2 շաբաթ է գնում եմ։ Եվ աշխատանքի եմ անցել սովորական վաճառող խորհրդատու երաժշտական խանութում։ Նրա ձայնի մեջ չկար նախքին թատերականությունը, եւ դա Անահիտին համոզեց նրա անկեղծության մեջ։ Դա լավ է, գլխով արեց նա։ Իսկ հետո։ Չգիտեմ, անկեղծ խոստովանեց Գուրգենը։ Ուզում եմ ամեն ինչ նորից սկսել։ Եվ հույս ունեմ, որ մի օր դու նորից կկարողանաս ինձ որդիս անվանել, առանց ձայնիդ մեջ դառնության։ Անահիտը մտածեց։ Մայրական սիրտը ուզում էր ներել, գրկել, բայց բանականությունը հիշեցնում էր դավաճանության մասին։ Ես քո առջև դուռը չեմ փակում Գուրգեն, վերջապես ասաց նա, բայց հստակ սահմաններ եմ դնում։ Ոչ մի փող, ոչ մի մանիպուլյացիա, միայն ազնիվ հարաբերություններ։ Եվ դու շարունակում ես թերապիան։ Սա պարտադիր պայման է։ Համաձայն եմ, գլխով արեց որդին։ Ամեն ինչի համաձայն եմ։ Ինչպես ասում էր Կոկո Շանելը, ներումը լավագույն վրեժն է։ Ժպտաց Անահիտը։ Իսկ նաև ասում էր, որ 20 տարեկանում դուք ունեք այն դեմքը, որը տվել է բնությունը, իսկ 50-ում այն, որին արժանի եք, ինքնահեգնանքով պատասխանեց Գուրգենը, ձեռքը տանելով տանջված դեմքին։ Վախենամ, ես այնքան էլ լավ բանի արժանի չեմ։ Ինքնահեգնանքի այս պահը, որն այնքան անսովոր էր նախկին Գուրգենի համար, հուզեց Անահիտին ավելի շատ, քան բոլոր ներողությունները։ Հնարավոր է փորձությունները իրոք փոխել էին նրան։ Նրանք երեքով թեյ էին խմում, Անահիտը, Գուրգենը եւ Լևոնը։
Խոսակցությունը ծանր թեմաներից անցավ ապագայի պլաններին։ Իսկ դու ինչով ես զբաղվելու հիմա, մամ, հարցրեց Գուրգենը։ Կվերադառնաս ուսուցչությանը։ Ոչ, գլուխը տարուբերեց Անահիտը։ Նոր գաղափարներ ունեմ։ Մաքսիմն առաջարկեց համագործակցել արժանապատվության իրավունք գրքի շուրջ։ Ես հավաքելու եմ անարդարության բախված տարեցների պատմությունները։ Բացի այդ, Անահիտը սկսել է բլոգ վարել, ավելացրեց Լևոնը հպարտությամբ։ Արդեն ավելի քան 3000 բաժանորդ ունի, հիմնականում տարեցներ, ովքեր սովորում են պաշտպանել իրենց իրավունքները։ Եվ ես պայմանավորվել եմ մեր թաղային գրադարանի հետ, թոշակառուների համար աջակցության խումբ ստեղծելու հարցում, շարունակեց Անահիտը։ Շաբաթը 2 անգամ հանդիպումներ եմ անցկացնելու։ Իդեպ տեսա հայտարարություն տարեցների համար համակարգչային դասընթացների մասին։ Գրանցվել եմ։ Ժամանակն է տիրապետել նոր տեխնոլոգիաներին։ Օ, Գուրգենը զարմացած նայեց մորը։ Դու փոխվել ես։ Այո, բարձ համաձայնեց նա։ Փոխվել եմ։ Նա իրոք փոխվել էր։ Ուղիղ կեցվածք, վստահ հայացք, նոր սանվածք։ Գուրգենի առաջ նստած էր ոչ թե այն կինը, որին ուզում էին ձերանոց ուղարկել, այլ մի նոր Անահիտ, ուժեղ, իմաստուն, իր արժեքն իմացող։ Հաջորդ ամիսներին նրա կյանքը լցվեց նոր իմաստով, նրա բլոգը արծաթե ձայնը, հանրահայտ դարձավ։ Գիրքը Մաքսիմի հետ հաջողությամբ առաջ էր գնում։ Գրադարանի աջակցության խումբը մեծացավ մինչև 30 մասնակից։ Այնտեղ Անահիտը սկսեց նաև գրական երեկոներ անցկացնել, վերակենդանացնելով իր երիտասարդության ավանդույթները։ Հարաբերությունները Լևոնի հետ խորանում էին, դառնալով ավելի վստահելի։ Դա ռոմանտիկ կապ չէր, այլ երկու մարդկանց խորը բարեկամություն, ովքեր ծանր կյանք էին անցել եւ գտել էին միմյանց մեջ հասկացողություն ու աջակցություն։ Նրանք հաճախ էին լինում Սևանի տանը, որտեղ Անահիտն օգնում էր այգին մշակել, իսկ Լևոնը նրան սովորեցնում էր լուսանկարչության հիմունքները։ Մյուս երեխաների հետ հարաբերությունները դժվար էին դասավորվում։ Լիլիթը զանգեց տատից 2 ամիս անց։ Նրա ձայնը խոնար էր։ Մամ, ես ու Կարենը ուզում ենք քեզ ընթրիքի հրավիրել, ասաց նա պաշտոնական տոնով։ Ինչպես պարզվեց, Կարենը որոշել էր կնոջը եւս մեկ հնարավորություն տալ, զոքանչի հետ լիակատար հաշտության պայմանով։ Լիլիթի ամուսինն ավելի սկզբունքային մարդ դուրս եկավ, քան հենց ինքը Լիլիթը։ Պավելը պրագմատիկ գտնվեց, պաշտոնական նամակ ուղարկեց ներողություններով եւ առաջարկով կարգավորել կոնֆլիկտը միմյանց շահերից ելնելով։ Նրա հեղինակությունն իրավաբանական շրջանակներում այնքան էր տուժել, որ մոր հետ հաշտվելը նրա համար մասնագիտական գոյատևման հարց էր։ Անահիտը ոչ մեկին վերջնականապես չմերժեց, բայց առողջ հեռավորություն պահեց։ Նա պատրաստ էր շփման, բայց առանց անձնազոհության եւ միայն փոխադարձ հարգանքի հիման վրա։ Այս դիրքորոշումը դարձավ նրանց հարաբերությունների նոր նորման։ Մեկ տարի անց, 2024-ի մարտին, Անահիտը նշում էր իր 76-ամյակը։ Այս անգամ ոչ թե դատարկ բնակարանում, այլ նոր ընկերների շրջապատում, Էլենի, Լևոնի եւ Գուրգենի հետ, որը դանդաղ, բայց հաստատակամորեն վերականգնում էր իր կյանքը։ Լիլիթը բացիկ ու նվեր էր ուղարկել, նրբաճաշակ թեյի սպասք, որն Անահիտն անմիջապես օգտագործեց հյուրերին հյուրասիրելիս։ Պավելը սահմանակակվեց պաշտոնական շնորհավորանքով քարտուղարի միջոցով եւ սպիտակ վարդերի փնջով, բայց նույնիսկ դա առաջընթաց էր։ Երեկոյան, երբ հյուրերը գնացին, Անահիտն ու Լևոնը նստած էին պատշգամբում։ Արևը մայր էր մտնում, ոսկեգույն ներկելով ջուրը։ Անահիտը գրում էր իր նոր օրագրում, որը Լևոնի նվերն էր։ 75 տարեկանում ես վերջապես սովորեցի գլխավորը՝ սիրել ինձ այնպես, ինչպես ամբողջ կյանքում սիրել եմ ուրիշներին։ Եվ սա էգոիզմ չէ, այլ արդարություն։ Լևոնը թեյ բերեց ու նստեց կողքին։ Գիտեք, Անահիտ, ծերությունը, ինչպես եւ ամեն ինչ կյանքում, ժամանակավոր բան է, լուրջ դեմքով նկատեց նա։ Անահիտը ծիծաղեց։ Դուք ինձ հիշեցնում եք իմ 8-րդցիներին, երբ նրանք փորձում էին փիլիսոփայել, որպեսզի ինձ շեղեն ստուգողականից։ Նրանք միասին նայում էին մայրամուտին, վայելելով լռությունն ու հանգիստը։ Այդ պահին Անահիտը զգաց զարմանալի ներդաշնակություն ինքն իրի, աշխարհի եւ նույնիսկ անցյալի հետ, որն իր ողջ ցավով հանդերձ բերել էր իրեն այս ներքին ազատությանը։ Սենեկան ասում էր. «Կյանքը երկար է, եթե այն լի է», արտասանեց նա։ Այդ դեպքում ձեր առջև մի ամբողջ հավերժություն կա, ջերմությամբ պատասխանեց Լևոնը։ Անահիտը ժպտաց, շնչելով գառնանային թարմոտը։ Նրա կյանքում շատ ցավ ու հիասթափություն էր եղել, բայց հիմա նա վերջապես գտել էր այն, ինչ միշտ փնտրում էր։ Ոչ թե պարզապես հարազատների սերը, այլ հարգանքը սեփական անձի հանդեպ։ Եվ դա ճակատագրի ամենաթանկ նվերն էր։
Շնորհակալություն, որ մինչև վերջ լսեցիք մեր պատմությունը։ Իսկ դուք ինչ կանեիք Անահիտի տեղում։ Եղել են ձեր կյանքում հարազատների դավաճանության դեպքեր։ Կիսվեք ձեր կարծիքով եւ նշեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Ձեր պատմությունները կարող են հիմք դառնալ նոր պատմվածքների համար։ Եթե պատմությունը ձեզ հուզեց, հավանեք եւ կիսվեք ընկերների հետ։ Մաղթում ենք ձեզ քաջառակցություն եւ բարձր տրամագայություն։